Ամենայն հայոց կաթողիկոսի որոշմամբ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը հեռացվել է Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից պարտականությունների մեջ թերանալու, թեմի հոգևորականների նկատմամբ հարկադրանք ու ճնշումներ գործադրելու համար։ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը Հայաստանի վարչապետի հակաեկեղեցական արշավին միացած 10 բարձրաստիճան հոգևորականներից մեկն է, որոնց եկեղեցին անվանում է տիրադավներ։ Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ է նշանակվել Ռուբեն Վարդապետ Զարգարյանը։ Վեհափառի որոշմանն արձագանքել է Նիկոլ Փաշինյանը, գրել, թե ինքն ու իր հակաեկեղեցական արշավին միացածները չեն ընդունում Գարեգին II որոշումը, քանի որ նրան չեն ճանաչում որպես վեհափառ, իսկ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը շարունակում է մնալ Մասյացոտնի թեմի առաջնորդ, ըստ վարչապետ Փաշինյանի։ Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին սակավաթիվ քահանաներ են միանում։ Փաշինյանը առավոտյան հայտնել է, որ իր մեկնարկած եկեղեցու բարենորոգման ծրագրին միացած քահանաների թիվը հասել է 16-ի, որոնց նա հայտնել է իր զորակցությունն ու կոչ արել ժողովրդին պաշտպանել քահանաներին։ Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Սրան զուգահեռ հայ առաքելական Սուրբ եկեղեցու թե հայաստանյան, թե սփյուռքի թեմերի հարյուրավոր հոգևորականներ հայտարարություններ են տարածել ի աջակցություն Գարեգին II կաթողիկոսի։ Նրանք իրենց որդիական սերն ու անվերապահ հավատարմություն են հայտնել Մայրաթոր Սուրբ Էջմիածնին ու նրա ազգընտիր գահակալին Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսին ու նշել, որ երբեք չեն միանա եկեղեցու կողմից տիրադավ հռչակված հոգևորականներին։ Իրանի գահընկեց շահի որդի Ռեզա Փահլավին կոչ է արել ցուցարարներին ուժով զավթել իշխանությունը։ Մեր նպատակը միայն փողոց դուրս գալը չէ, մեր նպատակը քաղաքները զավթելն ու դա պահելն է, ասել է նա, կոչ անելով զանգվածային գործադուլը շարունակել։ Ըստ վերլուծաբանների, Փահլավին ցանկանում է ներկայանալ ցույցերի հիմնական առաջնորդ ու ստանալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությունը։ Իր տեսաուղերձներում շահի որդին խոստացել է վերադառնալ եւ լինել ցուցարարների կողքին։ Զանգվածային անհնազանդությունների ֆոնին Սպահանի դպրոցները կանցնեն հեռավար ուսուցման, մանկապարտեզներն ու նախադպրոցական հաստատությունները փակ կլինեն, հայտնել են տեղական լրատվամիջոցները։ Իրանի Քերմանշահ նահանգում բողոքի ակցիաների ժամանակ սպանվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի 8 անդամ։ Տեղական լրատվամիջոցների հրապարակած կադրերում զինված անձինք անվտանգության աշխատակիցների ուղղությամբ են կրակում։ Դուբայից, Ստամբուլից եւ մի շարք այլ քաղաքներից դեպի իրանական խոշոր քաղաքներ չվերթները չեղարկվել են։ Իրանում անկարգությունների հետևում կանգնած է Իսրայելը, ասել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։ Մենք պատերազմի մեջ ենք, չկա ոչ խաղաղություն, ոչ հրադադար։ Այս իրադարձությունները ուղղորդվում են դրսից, նշել է նա։ Իրանում անկարգությունների հետևանքով հրդեհ է բռնկվել Քարաջի քաղաքապետարանի շենքում։ Ինտերնետի հասանելիության սահմանափակման հետևանքով Իրանից ավելի ու ավելի քիչ տեղեկություններ են ստացվում։ Դեկտեմբերի 28-ին սկսված ցույցերին արդեն զոհ է գնացել ավելի քան 62 մարդ, այդ թվում անվտանգության աշխատակիցներ, հայտնում են պաշտոնական աղբյուրները։ Ցույցի մասնակիցները Թեհրանում այրել են մզկիթներ, պետական հաստատությունների շենքեր, բանկեր։ Զանգվածային ցույցերի ֆոնին իշխանությունները խստացրել են վերահսկողությունը մայրաքաղաքի փողոցներում։ Դեպի քաղաք բերող մայրուղիները հսկում են կալաշնիկով ավտոմատներով զինված ուժայինները։ Անկարգությունների կազմակերպիչները կդատապարտվեն մահապատժի, ասել է Իրանի դատախազը։ Ձերբակալվածները 2200-ից ավելի են։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շարունակում է սպառնալ Իրանի իշխանությանը։ Նա կրկին զգուշացրել է բողոքավորների մասսայական սպանությունների դեպքում ԱՄՆ-ն հարվածներ կհասցնի Իրանին։ Միացյալ Նահանգներին միացել են Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան։ Այս երկրների առաջնորդները համատեղ հայտարարությամբ կոչ են արել Իրանի կառավարությանը զերծ մնալ բռնությունից։ Սիրիական բանակը Հալեբն ամբողջությամբ ազատագրել է քրդական ուժերից, հայտնում են տեղական լրատվամիջոցները։ Սիրիական իշխանությունների տարածած հայտարարության մեջ նշվում է, որ Հալեբն ամբողջությամբ գտնվում է բանակի վերահսկողության տակ։ Քաղաքացիներին կոչ է արվել մնալ տանը եւ անհրաժեշտության դեպքում կապ հաստատել ռազմական ստորաբաժանումների հետ, քանի որ զինյալները շարունակում են թաքնվել խաղաղ բնակիչների շրջանում։
столице. Արդեն մի քանի օր է Ռուսաստանի մայրաքաղաքում եւ մի շարք այլ քաղաքներում առաջյունը խաթարել է բնակիչների բնականոն կյանքը։ Ֆրանսիս ցիկլոնի պատճառով վերջին 56 տարվա ընթացքում Մոսկվայում տեղացած ձյունը համարվել է ամենաառատը։ Ձյան բարձրությունը հասել է 50 սանտիմետրի։ Կամչատկայում արտակարգ իրավիճակների նախարարությունը զգուշացրել է, որ մոտակա օրերին օխտոմոր ցիկլոնը կհասնի Կամչատկայի ափերին։ Նախատեսված է քամու ուժգնացում։ Ձնաբույք է նաև Սանկտ Պետերբուրգում։ Պուլկովո օդանավակայանում առատ տեղումների պատճառով ինքնաթիռը խրվել է ձյան մեջ։ Օդանավակայանն աշխատում է ընդհատումներով։ Հետաձգվել է մոտ 30 չվերթ։ Բրազիլիայում տուրիստական ավտոբուս է բռնկվել։ Մարդատար մեքենայի 47 ուղևորները հասցրել են տարհանվել։ Տուժածներ եւ վիրավորներ չկան։ Տեղական լրատվամիջոցները դեռևս չեն հայտնել հրդեհի պատճառների մասին։